Այս նախագծով առաջարկվում է վերանայել առողջապահական ներառյալ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպություններում ընթացիկ գործունեությունը ղեկավարող գործադիր մարմնի հավակնորդին ներկայացվող պահանջները։ Մասնավորապես առողջապահական ներառյալ ինչպես ասացի, բժշկական օգնություն տրամադրող 100% սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող եւ համայնքային բաժնետիրական ընկերություններում առաջարկվում է լիազոր մարմնի ուրեմն ենթակայության տակ գտնվողների համար 20,000 ավել բնակչություն ունեցող կցագրված հաստատություններում գործադիր մարմնի հավակնորդների համար սահմանել հետեւյալ պահանջները. Բարձրագույն կրթություն եւ ղեկավարման բնագավառի առնվազն 3 տարվա աշխատանքային ստաժ առողջապահության ոլորտում կամ բարձրագույն կրթություն եւ հանրային առողջապահություն եւ կազմակերպում մասնագիտությամբ հետավարտական մասնագիտական կրթություն եւ ղեկավարման բնագավառի առնվազն 2 տարվա աշխատանքային ստաժ առողջապահության ոլորտում կամ բարձրագույն կրթություն եւ այս հոդվածի առաջին մասով սահմանված կառավարության որոշմամբ հաստատված մագիստրոսի կրթական ծրագրերով մագիստրոսի որակավորում եւ ղեկավարման բնագավառի առնվազն 2 տարվա աշխատանքային ստաժ։ Պետք է նշեմ, որ այս նախագիծը ուղղված է առողջապահական կազմակերպությունների կառավարման ձևաչափին փոփոխության, մեր գնահատումն է եւ նաեւ միջազգային փորձի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ բժշկական կազմակերպությունների արդյունավետ կառավարման համար կարևոր է ոչ այնքան զուտ բժշկական մասնագիտական գիտելիքները, այլ հենց կառավարչական, ֆինանսավարչական գիտելիքներն ու հմտությունները եւ նաեւ դիտարկելով այսօր Հայաստանում գործող մասնավոր բժշկական կենտրոնների կառավարման փորձը, մենք հանգել ենք, որ այս օրենսդրական փոփոխությունները կընդլայնի մեր հնարավորությունները ավելի այս մասերով հմուտ մասնագետների ներգրավումը եւ իհարկե այս նախագիծը որևէ կերպ չի սահմանափակում մեր բժշկական կրթություն ունեցող եւ առավել եւս հանրային առողջապահության եւ կառավարման փորձ ունեցող մասնագետներին եւս հավակնելու պետական բժշկական կենտրոնների ղեկավար պաշտոններին։ Ինչու է սա նաեւ կարեւոր, որովհետեւ մենք կառավարության քաղաքականությունն է եղել նաև տարանջատելու կենտրոնների մասնագիտական եւ բովանդակային հատվածի կառավարումը ավելի տնտեսական, վարչական աշխատանքներից եւ հնարավորություն կընձեռվի նաեւ վերանայել բուժական գծով տեղակալի դերն ու ուրեմն գործառույթների շրջանակը, այն ավելի ու ավելի ամրապնդելով եւ ընդլայնելով եւ ըստ էության այս նախագծի արդյունքում մենք կունենանք մեր պետական բժշկական կազմակերպությունների ավելի արդյունավետ ուրեմն կառավարում եւ ինչի արդյունքում մեր բնակչության բժշկական օգնության որակը եւս կբարձրանա։ Պետք է ընդգծել, որ որպես հիմնադիր պետության համար կարեւոր է նաեւ ֆինանսական կայունությունը ընկերությունների եւ որպես ուրեմն շահաբաժին նրանց կողմից վճարվող մասհանումները, սրանք եւս մեզ համար կարեւոր ցուցանիշ են, թե ինչքանով է արդյունավետ իրականացնում բժշկական կենտրոնի ղեկավարումը։ Այսքանը սիրով կպատասխանեմ ձեր հարցերին։ Շնորհակալություն Տիկին Ավանեսյան, շնորհակալ եմ նախագիծը ներկայացնելու համար, թերևս հարցս այնքան էլ նախագծին չի վերաբերելի, բայց վերաբերում է բժշկական կենտրոնների այս ղեկավար մարմիններին եւ նրանց վարձատրության հարցերին։ Ես լսել եմ, որ որոշ բժշկական կենտրոնների ղեկավարներ հիմնականում բարձր պաշտոնների նշանակում են մտերիմներին եւ հիմնական գումարները, որոնք որ ստանում է բժշկական կենտրոնը, գնում է այդ բարձր պաշտոնների վարձատրությանը, որից հետո բավական չնչին գումար է մնում բժիշկներին։ Այսպիսի բողոքներ ես լսել եմ որոշ բժիշկներից։ Ես ուզում եմ իմանալ, արդյոք սա համատարած խնդիր է եւ եթե ոչ նույնիսկ կա արդյոք մեխանիզմ այս հարցերին անդրադառնալու։ Ես մի քիչ չեմ պատկերացնում, կուզենայի ձեր կարծիքը իմանալ։
Նախ ասեմ, որ բժշկական կենտրոնների մասնագիտական հատվածի վարձատրությունը ինչ որ մասով չափորոշիչներով է սահմանվում, բայց դրանց հավելյալ արդեն բոնուսային եւ դրանից ավել վճարման հատվածը բժշկական կենտրոնների հայեցողությանն է թողնված, բայց այս մասով մենք բավական մեծ ունիֆիկացման աշխատանք ենք արել։ Գիտեք, որ նախորդ տարի բժշկական կենտրոնները մարզային անցան առողջապահության նախարարության ենթակայության տակ եւ մենք ուսումնասիրման մի մեծ այսպես աշխատանք ենք իրականացրել, թե որ բժշկական կենտրոնում ինչպես է բաշխվում մուտքերը, ինչպես են իրականացվում ծախսերը եւ արդյոք վարչատնտեսական հատվածին ուղղվող ծախսերը ուրեմն արդյունավետ են եւ պետք է դրանց մոդել ձևավորվի, միասնական մոդել, իհարկե հասկանալով որոշակի տարբերությունները։ Ձեզ ասեմ, որ ունեցել ենք նման որոշակի շեղումների պատկեր, ինչը միջանցիկ որոշումներով շտկումներ իրականացվել են, աներոց։ Արձագանքեք պատասխանեմ։ Արձագանք համաց։ Փոփոխություններ իրականացվել է եւ սա էլ միասնական մոտեցում ունենալու շատ կարեւոր քայլ է, բայց իհարկե նայենք ունենք նաեւ խնդիր պաշտոնների ճիշտ նկարագրի եւ որոշակի միանման ձևաչափի, այսինքն պիտի չունենանք բժշկական կենտրոն, որտեղ օրինակ 4 խորհրդական կա, չունենք այլևս, բայց այստեղ էլ պետական միջոցների ճիշտ ծախսելու եւ խնայողաբար մոտենալու քաղաքականությունը շարունակելի է լինելու, եթե կան լոկալ խնդիր, կխնդրեմ ինձ փոխանցեք, անպայման կզբաղվենք դրանով, բայց այս աշխատանքների արդյունքում գրեթե այս նման ուրեմն ձևաչափերը չեն հանդիպել։